եւ իր տան մեջ իր ոտքերի առաջ բերեց իր հավիտենական կյանքի խոսքերը լսելու։ Եվ մենք հավատքի մեջ ենք իր խոսքի համար։ Եվ մենք եկեղեցու մեջ ենք եւ իր ճամփաների մեջ ենք իր խոսքի համար։ Որտեղ Պետրոսը ասեց, որ ու գնանք դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մեզ ամենաշատը հետաքրքրել է Տիրոջ խոսքը։ Իհարկե ուրախանում ենք ձեզանով, դուք մեզանով, մեկս մյուսով, եղբայր ենք, քույր ենք, բայց ամենաշատը մեզի Աստծո մոտ է բերել իր հավիտենական կյանքի խոսքերը։ Մինչև որ պաշտամունքը սկսվի եւ մենք աղոթենք, ես կուզեմ Հովհաննեսի ավետարանից մի տեղ կարդամ մի անձի բժշկության համար եւ աղոթենք։ Գրված է, դուք գիտեք, որ Հիսուսը անցնում էր եւ մի ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայեցերեն Բեթեսդա է կոչվում, 5 սրա ունի։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պառկած կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս այն ավազանը եւ ջուրը շարժում եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջի մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ, եւ որ Հիսուսը նրան պառկած տեսավ եւ գիտած, թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունիմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե, եւ մինչև որ ես գալիս եմ, ուրիշը ինձանից առաջ իջնում է մեջը»։ Այս հատվածը ինչի համար կարդացի, քույրեր, եղբայրներ, որտեղ այս հիվանդը, երբ որ Տերը իրան հարց տվեց, թե կուզես առողջանալ, ինքը միանգամից չպատասխանեց այո, կարծես իր սիրտը բացեց, ինչով որ լցված էր, ինչ որ իրան հուզում էր, ինչ որ իր ներսը կար, ինքը միանգամից չասեց Տեր կուզեմ առողջանամ, այլ ասեց մարդ մը չունիմ։ Եվ ես մտածում եմ, որ այս հիվանդը 38 տարի իր գլխի մեջ, իր ներքին աշխարհում մի բան էր պտտվում, ինքը ուներ բուժման եւ հարցի լուծման մի տարբերակ, որ մարդ մը չունի։ Կիմանաս, ինքը ինչով որ լցված էր, ինչ որ կար իր սրտի մեջ մի բան կար, որ ինքը դրանից երևի ինքը շատ էր մտատանջվում եւ մտածում էր, այ եթե մեկը լիներ ինքը այդպես չէր լինի։ Եվ ինքը ընդամենը ուներ մեկ տարբերակ, ուրիշ տարբերակ չուներ։ Միգուցե այսօր մենք էլ եկել ենք Աստծո առաջ, ընդամենը մեկ տարբերակ ունենք, այ որ այս բանը լիներ։ Եվ Աստծուց էլ միգուցե այդ մեկ տարբերակն ենք, մեր մտածածով ենք փնտրում մեր հարցի լուծումները, խնդիրները, բայց եղբայրներ, քույրեր, Տիրոջ հետ հանդիպումը ինքը ունի ուրիշ տարբերակ, այդ տարբերակ իր ներկայությունն է, այդ տարբերակ իր խոսքն է։ Միգուցե Աստված մեզ այսօր ուզում է այն տարբերակը, որ մեր կյանքի մեջ երկար տարիներ, որից մենք կարճել ենք եւ լուծումը տեսնում ենք այդ կողմից, Աստված ուզում է քանդել եւ իր խոսքով անել ամեն բան։ Տերը թող օրհնե։ Միգուցե մենք էլ կախված ենք շատ մի տարբերակից, շատերը այսօր այդպես խափնված են, սատանան կարող է շատերին այդպես խաբել է, ընդամենը մի տարբերակ է բերել, որ այս կերպով է քո լուծումը, եւ մարդը տանջվում էր 38 տարի, ինքը միշտ մեղադրել է, այ ափսոս, մեկը չլիներ, որ ինձ օգներ, մեկը չլիներ, այդ մեկի պատճառով ես այս օրն եմ ընկել, այդ մեկը չկա եւ ես ազատ չեմ։ Եղբայրներ, քույրեր, միգուցե այդպիսի տարբերակ կա մեր կյանքում, բայց Աստված թող ողորմություն ունենա։ Նա ուզում է քո միակ տարբերակը փոխել եւ իր ներկայությունը բերել մեր կյանքի մեջ։
Այսօր մենք եկել ենք Աստծո առաջ մի բանի համար, որ դա մեր կյանքի մեջ, մեր գիտեցածը, եղբայրներ, քույրեր, մեր լուծման տարբերակը, որը միգուցե միակն է, այլ լուծում չկա, եւ մենք կախված ենք մարդուց, կամ գումարից, կամ ինչ-որ խնդրից, կամ հոգսից, եւ մտածում ենք առանց դրա այս խնդիրը չի լուծվի, բայց խնդիրը լուծվավ եւ Հիսուսը ոչ թե իր ձեռքից բռնեց, այդ ջրի մեջ տարավ, իր խոսքով ասեց եւ իր խոսքը ունի զորություն մեր կյանքի մեջ, մեր բոլոր տարբերակները փոխելու ու մեզի կյանք տալու։ Տերը օրհնե։ Տերոջ անունը փառահեղ